Շիրակի մարզի բնակիչներ։ Ցիտոբժշկական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում կարող եք անցնել հետևյալ հետազոտությունները. կլինիկո-լաբորատոր հետազոտությունների ողջ արսենալը, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ։ Հետևելով մեր Facebook-յան էջին կարող եք գրանցվել եւ անցնել խորհրդատվություններ հենց Երևանի մասնաճյուղի մասնագետների կողմից։ Ցիտոբժշկական կենտրոնը Գյումրի մուտք գործեց 2020 թվականին, երբ մոլեգնում էր կորոնավիրուսի համաճարակը։ Ցիտոն առաջիններից էր, որ այդ ժամանակ սկսեց ՊՇՌ հետազոտություն իրականացնել։ Այս բժշկական կենտրոնում շարունակում են առանձնակի կարևորել ժամանակին ճշգրիտ կատարված հետազոտությունները, որոնք հստակ ախտորոշման ու լիարժեք բուժման հիմքն են։ Կենտրոնում թերապևտիկ ծառայություններն իրականացնում է 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող ընտանեկան բժիշկ-թերապևտ Պայծառ Գևորգյանը։ Ասում է, իրենց կենտրոնը տարբերվում է տարածքային պոլիկլինիկաներից, բազմապրոֆիլ հետազոտություններ են անցկացվում։ Մեզ կարող են դիմել վիրուսային հիվանդությունների ժամանակ, սիրտ-թոքային հիվանդությունների ժամանակ, նյարդային խնդիրների, նևրոզների, աղեստամոքսային խնդիրների ժամանակ, ալերգիաների ժամանակ, տարածքային պոլիկլինիկաներում կան հետազոտություններ, որ հնարավոր չէ անել, այսինքն պետպատվերի սահմաններում չկա դրանք, բայց ճիշտ ախտորոշելու, բուժելու համար բնականաբար պետք են արդեն հետազոտություններ, որը եւ կազմակերպվում է Ցիտոբժշկական կենտրոնում Գյումրու մասնաճյուղի որակյալ ճշգրիտ ժամանակին։ Ցիտոբժշկական կենտրոնը հագեցած է որակյալ եւ ժամանակակից սարքավորումներով։ Սոնոգրաֆիայի մասնագետ Արևիկ Ծերունյանն ավելի քան 30 տարվա փորձառություն ունի։ Վահանաձև գեղձը հետազոտվում է ամենայն մանրամասնությամբ, որ երկու բլթերը, պարանոցը, շրջապատող ապշային հանգույցների վիճակը, գնահատվում են թքագեղձերը, սարքը նոր է, 24 թվականի արտադրության, եվրոպական արտադրության մոդել է եւ մեզ շատ օգնում է իր լավ վիզուալիզացիայով։ Նրա խոսքով ուլտրաձայնային հետազոտության այս սարքավորումը եզակիներից է Գյումրիում եւ հնարավորություն է տալիս մանրազնին հետազոտություն կատարել ու հստակ հայտնաբերել պաթոլոգիաները։ Խորհուրդ եմ տալիս կանանց, գոնե տարին մեկ անգամ վանագեղձ, կրծքագեղձ եւ ձվարաններ, իհարկե արգանդի հետ միաժամանակ հետազոտել։ Մի քիչ էլ կարելի է կանայք իրենց ուշադիր լինեն։ Բժշկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղ պարբերաբար այցելում են Ցիտոյի Երևանյան մասնաճյուղի բժիշկները ու խորհրդատվություն իրականացնում։ Դուպլեքս հետազոտությունների մասնագետ Աստղիկ Ավետիքյանը հաճախ է Գյումրի գալիս, իրականացնում վերին եւ ստորին վերջույթների, ինչպես նաեւ պարանոցային անոթների դուպլեքս հետազոտություններ։ Հաստատուն քայլերով կարողացել ենք գրավել գյումրեցու վստահությունը եւ դա ամենակարևոր նշաձողն է, որ մենք մեր առջև դրել ենք։ Գյումրիի գնառաչարկը տարբերվում է Երևանում գործող գնառաչարկից եւ Գյումրիում բոլոր ծառայությունները մատուցվում են 20% զեղչով։ Անցած տարվանի համեմատվությամբ հիմա ավելի լավ է, որովհետեւ անցած տարի բորբոքման տեսաններ, բորբոքման դեմ դերեր են գրել։ Երևանի գլխավոր անոթաբան բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանի այցերը նույնպես սպասված են Գյումրիում։ Փորձառու անոթային վիրաբույժի այցելուները շատ են։ Լաբորատոր եւ գործիքային հետազոտություններից բացի Ցիտոբժշկական կենտրոնի Երևանյան մասնաճյուղում նաեւ վիրահատական միջամտություններ են իրականացվում։ Շատ կկարևորեմ եւ առանձնահատուկ եմ համարում թութքահատումը, որն իրականացվում է մեր կենտրոնում, տարբերվում է նրանով, որ բուժառուն հենց վիրահատության օրը իսկ արդեն դուրս է գրվում, ունենում է անցավ հետվիրահատական շրջան եւ շատ արագ վերադառնում իր բնականոն կենսակերպին, ինչպես նաեւ մեր կենտրոնում իրականացնում է ստորին վերջույթների լազերային երակների լազերային վիրահատություն, որը եւս առանձնանում է նրանով, որ բուժառուն նույն օրը իսկ դուրս է գրվում եւ հնարավոր է այդ թվում նաեւ տեղափոխումը դեպի Գյումրի։ Բուժկենտրոնի մասնաճյուղ այցելում են ոչ միայն գյումրեցիները, այլև Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչները։ Երևանի մասնաճյուղում աշխատող Քիթ Կոկորտ Ականջապան Մարիամ Ասատրյանին վստահող բուժառուները շատ են։ Նա աուդիոմետրիկ հետազոտություն է իրականացնում, ստուգում է լսողությունը մեծահասակների ու երեխաների մոտ։ Անոթային խնդիրներ, շաքարային դիաբետ, դա պատճառ է հանդիսանում աղմուկի ու խշշոցի առաջացման, որի կապակցությամբ էլ հաճախ հենց դիմում են պացիենտները։ Իրականում պացիենտները բավականին ուշ են դիմում այդ գանգատներով, քանի որ բոլորը, այսպես ասած, սպասում են, որ կանցնի, կլավանան ինքնուրույն կանցնի, բայց հիմնական գանգատի հիվանդության լավացումից հետո լսողության հետ կապված խնդիրը շարունակում է մնալ արդիական ու գնալով ավելի խորանում են։ Կենտրոնում շատ են կարևորում նաև հեռաբժշկության գործիքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա Շիրակի մարզի բնակիչներին տեղում խորհրդատվություն ստանալ։ Գյումրիում գրանցվելով կարող են հենց մեր կենտրոնից միանալ Երևանի կենտրոնի մասնագետներին
փոխանցել ամբողջ հետազոտական մասը, ստանալ խորհրդատվություն, ստանալ բուժում եւ լինել դինամիկ հսկողության տակ։ Ցիտոբժշկական կենտրոնի աշխատակիցները մշտապես վերապատրաստում են անցնում, հաճախ միմյանց հետ խորհրդակցում այս կամ այն հիվանդության բուժման ընթացքում։ Գյումրու մասնաճյուղն իր առջև խնդիր է դրել ավելացնել մատուցվող ծառայությունների շրջանակը եւ բարձրացնել դրանց որակը։